Հա, ոնց է։ Լրիվ իմուսացն է։ Դե, բարով սկսեք։ Հմ, փոշմանեցիք։ Վաղ կա մեջս։ Ասում են հին թաղերի այս հատվածը ծախած է։ Բազմահարկ են ուզում կառուցեն։ Հին թաղի այս հատվածը ծախած չի։ Մնացածն էլ ուղղակի երազանք։ Այսինքն սուտ է։ Մենակ այս հատվածը հերիք չի բազմահարկ կառուցելու համար։ Պետքա կողքի սեփական տներն էլ առնեն։ Դե կառնեն, եթե նորմալ գինտանով չի ծախել։ Դե համ չեն կարողանում տալ, համ էլ մեկը ես չեմ պատրաստվում իմ տունը ծախան։ Ու մենակ ես չէ, հարևաններս էլ հետս։ Չէ, վարձնել, տարածնել ինձ լրիվ հարմար է։ Մենակ այդ բազմահարկի հարցն է։ Ինձ էլ հասկացիր, ահագին ծախսեմ անելու, վերանորոգում է, բանը։ Հասկանում եմ, ուղղակի դուք էլ հասկացեք, որ ոչ մեկ չի պատրաստվում իր տունը ծախի։ Կարամ երկու օրից պատասխանը տամ։ Երկու օրը հերիք է ճշտումներ անելու համար։ Արիկ ջան, մի նեղացիր էլի։ Չէ, չեմ նեղանում, հանգիստ եղեք։ Դե երկու օրից կսպասեմ ձեր պատասխանը։ Պայմանավորվեցինք։ Ամբողջ քաղաքով տարածել են, որ ստեղ բազմահարկ են կառուցել։ Մարդիկ վախենում են մոտիկ գան։ Այս պատշգամբների հատվածը ասա թող նորից ստուգեն, ինչ-որ բան են չի։ Հավոր, բայց Սրափյանի օֆիսից են ուղարկել տվյալները։ Ում օֆիսից ուզում է ուղարկած լինեն, նորից ստուգեք։ Բայց Սրափյանը… Լսիր, Վարդան, դու իմ աշխատողն ես։ Իսկ ես այս մարդկանց համար տուն եմ սարքում, ոչ թե նրանց կյանքերի հաշվին փող։ Եթե ինչ-որ բան են չլինի, Ես չեմ նայի, որ այսքան տարի միասին ենք աշխատել։ Դիմումդ կգրես ու կհեռանաս։ Ինձ համար իմ անունն ու պատիվը շատ ավելի թանկ են, քան ինչ-որ բան։ Լավ, այդ հասկացա, բա ժամկետների պահը ոնց են լուծում։ Նայած ինչքան ենք հետել, դու կասես, ես կհասկամ։ Լավ, դու գնա վերև հաշվարկները արա, ես քիչ հետո կգամ։ Ու անպայման զանգիր Սրափյանին, ասա թող նորից ստուգի։ Բայց այս անգամ ավելի ստույգ մի խոսքով։ Կգնենք, Կդիմանանք, պարոն Սրափյան։ Ես կդիմանանք։
Դեմ պարոն կապիտան։ Ազատեք։ Չի պատասխանում։ Դե լավ, խնդրում դուք նորից փորձեք, ես այդ ընթացքում մյուսների հետ խոսեմ, դա։ Որ կապի դուրս գա ինձ անպայման իմաստը։ Իմ դիմացի տան տղուրը ասելով, այդ մեքենան մեր շաբաթվա ընթացքում մի քանի անգամ վերևաց է, պատրվել է մեր թաթերով։ Ասել ես կապիտանին։ Որ ասեցի ինչ, դրանք Սրափյանի լակոտների բռնող են։ Տենց ես կարծում։ Հա, ուսատան բայլով։ Գալիս եմ։ Գալիս եմ, բալես։ Գալիս եմ։ Ja, բալես։ Ես շուտ եկար։ Ինչի՞ է դուրը փակ։ Ասում էր 6-ին ես գալու։ Քարտուղարուհի դուրա։ Ինչա՞, ով։ Քարտուղարուհիդ։ Ահա։ Բնական կայքնեցի։ Հետո լվացում էի, հենց։ Ասում եմ քարտուղարուհիդ։ Ուր է։ Անոնան։ Նոնան շին հրապարակում է։ Չհասկացանք։ Ես ինչ հարցաքննություն է, հա։ Եթե իմանամ ուրիշ կին կա։ Չէ, բանս, չէ։ Սենց գեղեցկություն է, ինչ ուրիշ կին։ Դե հարևանի հարսը միշտ էլ ավելի սիրուն է։ Ու շատ քաղցր։ Անես արի հիշնենք վար, մի վաժով բան խմենք, ու հետո գնանք, լավ։ Ես պարտադիր եմ որքան։ Բա ոնց, ընտանեկան ցավակույտ, հա։ Արգամի աղջիկներ եկի Ամերիկայից, 7 տարի, ստեր։ Հա, ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Ինչ։ Ասում եմ ես ինչ կապ ունեմ արգամի աղջիկը։ Տեղ հասնենք կտեսնես։ Արի բալես, արի։ Հիմա այդ ընթրիքի համար ինչ պետք էր արար։ Հա, չեք գալիս։ Չէ, ես մի 2 ժամից հազիվ գործերս ավարտեմ, իսկ լուսեն ստանդարտների հարցով հանդիպման է։ Դեռ տուն չեկած արդեն գործերով, հա։ Հա, իսկ դու ինչ էիր մտածում, որ մեծացա պիտի ինչ-որ բան փոխվի։ Դե հույս ունեի։ Արգամ, դու ինձ խոստացել ես, որ կխոսենք։ Սաթեն ու Արեգը մեր համար Մարիամ, խնդրում եմ։ Կլինի Սաթենի ու Արեգի թեման ընդհանրապես փակենք։ չեմ կարող։ Ես էլ չեմ կարող։ Լուրջ եմ ասում, չեմ կարող։ Ամեն անգամ երբ Մարիամ, եւ հետո մենք այսօր գործնական ընթրիքի ենք։ Լուսեի գալու պատվին, չէ։ Արամն ուրա, տեղյակ ես, դասերը ավարտվեցին։ Զանգի դու հարցրու։
Շատ եմ խնդրում, հանգիստ։ Ո՞վ է ուղարկել, ասա բառ, շատ եմ խնդրում։ Չգիտեմ, փողը պետ տվել են արել ենք։ Ո՞վ է տվել։ Չգիտեմ, ընկերս է խոսացել։ Ուզում ես վերցրա ան փողը։ Անունն էլ չգիտես։ Չէ, տունը հիվանդ հերուն եմ, փողը պետք է արել եմ։ Ընկերդ էլ են տղեներ, որ փախավ։ Այս ձևով աշխատած փողը հորդ չի օգնելու։ Դարձան, լսել են, այն որ ասում էլ խոսալ բանկը, այդ հետո, եղավ, հիմա իչի բար, ես էլ եմ իշնում, լավ, Դավիթն էլ է գալու։ Չեմ հասկանում, ինչ ես մտածել։ Ալես, մնացածը տեղում, հա? Բարյոր, բարոց ես։ Բարյոր, լսես հիմա մի շորազ եմ, հետո խոսակ, Ես է պարապ չում։ Ով է այս երիտասարդը։ կոնկուրենտ ընկերության ներկայացուցիչ է։ Իմ ասելիքը կարճ է։ Լավ, ես դուրս եմ սպասել։ Ու որն է քո ասելիքը։ Այն որ ձեռներդ ու քիթդ իմ թաղ չի մտնելու։ Ինչ ծեր ես խոսում, այդ ջահել։ Ին թաղը չի քանդվել, ու այդ շենքերը վառելը քեզ չի օգնելու։ Այդ քեզ ես եմ ասում։ Բայց դու ով ես։ Ին թաղի բնակիչ, այս պահին այսքան։ Այդքան բան։ Ես չեմ թողի, որ մարդկանց տներից հանեք գցեք փողոցներ։ Դու լսի այդ լակոթնես չանես, որ ոչ լիպես կես սատկացնեմ, եղավ։ Դե փորձի։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում, եթե չես ուզում, որ ձեռդ ջարդեմ, ուրեմն հին թաղից հեռու ես մնում, հասկացար ինձ։ Հարգանի խատրը, որ կես ծերս եմ տանես։ Դու ինձ լսեցիր։ Են սպասի, քեզ ու տատուտ ինչ ուղղակս։ Սի գալիս եմ։ Սա հասնում տուն կխոսանք, էլի։ Ինչ թուղթ։ Լավ, սպաս եսա կանգնեմ նայեմ։ Անշնորհք չեմ հասկանում, ես ինչ եք անում։ Կներեք 1000 անգամ ուղակի դիմացը չէի նայում։ Լուսե։ Չեմ հավատում։ Ես երբ ես եկել։ Երեք։ Ես ինչքան ես փոխվել։ Դե լավ համ 2 սանտիմետր բո եմ քաշել։ Ու թրաշվում եմ երբեմն։ Չէ, արի ես մի բան կմտածեմ։ Դե լավ, ոչինչ, կլվանամ կանցնում է։ Չէ, արի գնանք ես մի բան կմտածեմ։ Ուզ։ Լսի որ Սաթեն իմացավ ստեղ ես ու մեր տուն չես եկել, երկուսս էլ ձեռքից չենք բրծնելու։ Արի։ Խոշմանեցի։ Դե ինչ մի տեղ աղջիկ տնալ։ Բա, դու ես։ Արի գնա ստիքել։ Համել աղջիկը ստեղ ուզեց, ինչ անեմ։ Չատից է էլի։ Հա, բայց որ գանք ես բիձու նման չպահես։ Հա։ Շուտ գանք ես սպասող չկա։ Երկու հատ իմ սիրածից, մի հատ է կայլան։ Շատ լավ։ Անի խաղանք։ Արի ջարդը տամ։ Այդ տնանք էլ է։ Արի, միացի մեզ։ Ինչ կուզես, սուրճ, կոկտեյլ։ Նրա համար ես կանչել։ Դե գնանք արգամես տուն։ Պապա արգամը քո գործընկերն է, ոչ թե իմ։
խորը գործընկերություն է սպասվում։ Շրջանակը լայնանում է, սկսելու ենք ընտանիքներով ընկերություն անել։ Բապ լուրջ ես լսի։ Դու ընկերության մեջ վերջին մարդը չես։ Ավելի պարզ հնարավոր է։ Դու ես իմ մեծ մարդ եմ, կարող մի օր որոշեմ, որ արդեն հանգստանալու ժամանակն է, գնամ աշխարհ տեսնեմ, իսկ դու շարունակես իմ ու Արգամի գործը։ Ես վես մի քանի րոպեով մենակ թողնեմ։ Դու ֆինանսավորում ես փնտրում, չէ՞։ Պատտվում ես բանկերով, ուզում ես քո գործը դնես։ Հասցրել են զեկուցել, պարոն Սրապյան։ Նեղացնում ես տղես։ Ուրեմն լսի, եթե ամեն ինչ իմ ուզածով գնաց, չէ՞։ Ես բանկերից ցածր տոկոսադրույքով քեզ փող կտամ, ինչքան որ պետք է։ Իսկ դու եթե խելացի տղարին ես կզբաղվես շինարարական ընկերությամբ։ Իսկ հետո։ Հետո։ Ես մեր տղեն սկսեց այլևս կաթով սուրճ չխմել։ Լուրջ։ Ընդհանրապես չես խմում։ Չէ։ Զանգում են ինձ։ Դե դուք զրուցեք, ես կգամ։ Իսկ դու ինչի դադարեցիր ինձ գրել։ Կամ ընդհանրապես շփվել ինձ հետ։ Չէ, հասկանում եմ, տարածության վրա դժվար է, բայց սիրահարվել ես։ Խոսիր։ Բանակ գնացի։ Ու դժվար ժամանակներին չգիտեի ինչ կլիներ։ Ուրիշները բանակ գնալուց առաջ են ընկերուի գտնում, իսկ դու հակառակն ես անում։ Դե մենք երբ ենք լուրջ խոսել։ Հենց եկավ խոսալու ժամանակը քեզ ուղարկեցին սովորելու։ Ու ավելի լավ է դու պատմի տեսնեմ ինչ կարող կյանացից են կողմ։ Հիմա ինչ-որ մեկը կա։ Չէ։ Քո մոտ։ Հաջորդ քայլը որն է։ Նույնը շարունակի։ Ո վերջ։ Առայժմ այո։ Լավ։ Ինչքան ժամանակ։ Ինչքան որ պետքն է։ Մենակ զգուշ եղիր։ Սերտը չկանգնի։ Արդեն ուշ է։ Առաջին անգամ չի։ Անհոգ է։ Արեք, նոստիկանություն կլինես։ Հայելի գնամ, բայց իմաստը։ Դրանցից մեկին բռնեցի։ 2 կոպեկ փող են տվել, ինքն էլ հիվանդ հեր ուներ։ Բաց թողեցիր։ Ինգերն էր պայմանավորվել, ինքը բան չգիտեր։ Ինգերն էլ հասցրեց փախնի։ Բայց ես գիտեմ ով է, Սրապյանն է։ Նա ինձ տեսել եմ զգուշացրել եմ իրան ու հույս ունեմ, որ ինքը այնքան խելք կունենա, որ… Դու իզուր հույս չունենաս։ Էլի բան կա։ Նայ, էլիտար թաղամաս կառուցելու հայտը կառուցապատողն է ներկայացնում։ Սրապյանը ով է։ Շինարար։ Ո՞վ է կառուցապատողը։ Նայ,
Եթե անունը չեն ասում, ուրեմն մենք իրան հաստատ գիտենք։ Չէ, մի րոպե։ Չեմ հավատում, ինքը չէր կարող տենց բան աներ։ Չես ուզում հավատալ։ Չնայած ես էլ Տեսար ինչ լավ է, դու էլ չէիր ուզում գայր։ Շնորհակալ եմ շատ։ Համեցիր։ Կուղեկցես ինձ։ Գնացինք։ Չէ, սպահից սկսած ոչ մի բանկ մի մտի։ Մնացածը հետո կասեմ։ Իզաբել։ Ինչ ես կարմրել։ Մայրդ եմ, չէ։ Համոզեց։ Օգտվեց ծանր իրավիճակից։ Ինչքան է պետք։ Շատ։ Դու թիվն ասա։ Ես կանանցից փող չեմ վերցնում։ Երեխայություն մի արա։ Նույնիսկ մորիցս։ Բա Անահիսը չի գալիս հետնես, ասացիք ընտանիքներով ենք հավաքվում։ Ես անգամ առանց Անահիս, ես տհաճ անակնկալների հավես չունեմ, գնացինք։ Դե մի տարի էլ աշխատեցի որպես պրակտիկա, ու հիմա արդեն գրիվ պատրաստ եմ պապային օգնել։ Դու ասա, դու ինչով ես զբաղվում։ Ես էլ ինտերիեր դիզայներ եմ։ Պապայինցից հետո Սաթենը շարունակեց շինարարության գործը, ես էլ կողքից օգնում եմ։ Էլի չի թողնում տատիկ ասես։ Պապայինցից հետո արգելեց։ Իսկ մենք կարող ենք վաղը հանդիպել։ Հա, իհարկե, պարտադիր։ Դե եկեն հասել ենք բակ, կարող է տուն չբարձրեմ ես։ Արի գնանք, իմ գալու առթով հավաքվելու ենք այսօր։ Դու էլ արի, համար Սաթենին էլ կզանգենք։ Արի։ Լուսը սպասի։ Լուսե ջան, ես որտեղ եք ման գալիս։ Բարև ձեզ։ Բարև Արեգ ջան։ Բայց ես որտեղ եք հանդիպել։ Իրականում գործնական ընթրիքա, թե չէ քեզ ու Սաթենին էլ անպայման կհրավիրեինք։ Մամ, բայց Արեգն եկել հասել է ստեղ, չի կարա մասնակցի ընթրիքին։ Համար էսին պատվին է, ես էլ հրավիրում եմ Արեգին։ Իհարկե կարող է Լուսե ջան։ Ես կարող եմ նույնիսկ Սաթենին զանգել հենց հիմա։ Պարզապես չգիտեի, որ այսպես կհանդիպ։ Չէ, ծոց Մարիամ, զանգելու կարիք չկա։ Ես էլ չեմ կարող մնամ։ Արեգ, խնդրում եմ։ Շնորհակալ եմ շատ։ Վաղը կհանդիպենք։ Ձեր գամին կբարևեք։
Տիկին Մարիամ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուրը բացելիս թված մեր համար եք թողել։ Կարելի է։ Իհարկե կարելի է։ Կնոջս Իզաբելին ճանաչում եք, իսկ տղուս Դավիթին առաջին անգամ եք տեսնում։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եթե իրանք Սրապյանի հետ իրար տուն են գնում գալիս, այդ ինչա որ իրար հետ բիզնես էլ կան։ Եթե մարդիկ չեն ուզում բնակարանը վաճառեն, ո՞նց պիտի լուծենք։ Կա տարբերակ, բայց դու ինձ պիտի օգնես։ Դուրս տեղ։ Արգամի աղջիկը դուրս եկա։ Հաստորեն դրա համար է իր ասում որ գայի։ Εσύ բան եմ հարցնում, մի երկարացրու։ Բարի լույս։ Լույս բարի։ Կապիտան Ալամյան։